Ողջույն բոլորին, տեսնենք թե ով է գալիս ձեր կյանք, ով է մտնելու ձեր կյանք, միգուցե արդեն մտել է և կասկածում եք, ինքն է թե ոչ, ինչ ունի, ինչ է սիրում, ինչ կարող եք անել միասին և այլն, ինչ որ հարցեր կան, որոնք որ պատասխանները այս քարտերում դուք կարող եք գտնել։ Եվ միգուցե ոչ ոք դեռ չկա և կարող եք նայել այս դեպքում երեքնել և հասկանալ, թե ով է գալու ձեր կյանք։ Ինքն է արդյոք եկել, թե ոչ, ինչ է սիրում, որովհետև առաջին երկու բառից էլ անգամ հասկանալի կլինի, թե ինչ որ ասում է, ինչ է շնչում, ինչ է անում, ինչ է արտաշնչում, ինչ բնավորություն ունի, որոշ չափով ամենայն դեպս կարող եք իմանալ։ Դե պահեք, ըստ ինտուիցիայի, եթե ուզում եք պահեք, մնացածը կարող եք նայել ուղղակի, կամ եթե ոչ ոք չկա դեռ, ուղղակի պահեք, երեքն էլ նայեք, տեսեք ով է գալու։ Դե ընդհանրապես լավ է լինում, երբ որ ինչ-որ մի ձևով գոնե մեկը պահում եք։ Ահա։ Գնենք առաջին տարբերակը, տեսնենք ով է գալիս առաջին տարբերակի կյանք, ինչ կունենա, ինչ կսիրի, կարող է տանոսկեսուր եք ունենում, մի անգամից ընկավ, միջապես ձեզ հրավիրելու է սրճարան կամ ինչ-որ մի տեղ։ Հիմա կգնաք չեք գնա, արդեն ես չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս ինքը ձեզ հրավիրելու է։ Դե կարող են մի անգամից ասի գնանք մի բաժակ սուրճ խմենք։ Սիրում է սուրճ ուրեմն։ Ըստ ինձ վատ երիտասարդ կամ կին չի եկել, եթե կին է, ապա դուք եք, եթե տղամարդ է նայում, ապա դուք եք հրավիրելու իրեն սրճարան։ Դե կարող ենք նա ձեզ հրավիրում չնայած, ասում է արի գնանք քննարկենք ինչ-որ մի բան։ Վատը չէ, որ գալու է, ուրեմն այստեղ հրավիրելու է ձեզ ամիջապես սրճարան, արդեն այդ մասին բավականին խոսեցի, պետական աշխատող է լինելու կամ ուսադիրներ է կրելու, դա կարող է լինել ոստիկան, կարող է լինել մաքսատան աշխատող, նաև հարկայինն է կարծես թե կրում, ավելի շատ մաքսայինն է կրում ուսադիրներ, նաև կարող է բանակում է ծառայում կամ բանակի սպա է և այլն։ Եվ աշխատասեր է, ամենակարևորը, աշխատասեր է, բայց չգիտեմ, գումարը հետ է գցում, թե այդքան շատ գումար չի վաստակում։ Ուղղակի կարող գումարը հետ է գցում, սիրում է հավաքել գումարը։ Բայց աշխատասեր է, ամենակարևորը։ Դա նշանակում է, որ գումարի խնդիր չկա, եթե մարդ սիրում է աշխատել։ Եվ սպորտսմեն է, պարապում է սպորտով, կամ եթե օրինակ աղջիկ է սիրում է սպորտզալ հաճախել, նույնն էլ պարտադիր չի ինքը հենց այդպես պրոֆեսիոնալ սպորտով զբաղվի։ Եվ իդեպ առաջին երեխան տղա է լինելու ձեր, եթե դուք միասին շփվեք, միասին այդպես ընկերություն անեք եւ գնաք դեպի ամուսնություն։ Շատ բաներ կար, որ կարող էր ընկնել, օրինակ այստեղ ռոմանտիկան կարող էր ընկնել, այստեղ տունը կարող էր ընկնել, բայց դա արդեն ֆիքսված է եւ ես չեմ կարող նայել։ Եվս մի բան էլ կար, կարծես թե դա այստեղ երկերեսանի մարդը, դա արդեն չէր համապատասխան, բայց իդեալական մարդ է եկել։ Այնպես որ
ընդունեք ձեր կյանք։ Դե, այստեղ ձեզանից է կախված, եթե գնաք սուրճ խմելու, տվյալ անձնավորության հետ, եթե դուք հավանում եք իրեն, դե կարող ինչ-որ մի ձևով ծանոթացնում են ձեզ կամ ինչ-որ պահ է գալիս, որովհետև չեմ կարծում, որ դրսում այդպես տեսնեք, արի գնանք սուրճ խմենք, հա, գալիս եմ։ Այդպես չի, ինչ-որ մի մեկն է, ով կարող է այստեղ կարող մշտապես հանդիպում եք այդ մարդուն, մշտապես տեսնում եք եւ կարող է նաև օրինակ այնտեղ որտեղ աշխատում եք, այդ տեղի ախրանան է, նա security-ն եւ ինքն էլ եթե ուսադիր եք կրում, ուրեմն ինքն է եւ արդեն ճանաչում եք իրար ինչ որ չափով եւ նա դες կարող է հրավիրել սուրճ խմելու եւ այդպես ձեր հարաբերությունները առաջ գնան։ Այսքանը առաջին տարբերակի համար, գնանք երկրորդ տարբերակ, ամենայն դեպս առաջինը շատ լավ տարբերակ էր, այնպես որ եթե գալիս է, ընդունեք ձեր կյանք։ Ոչ մի բացասական բան ես այդտեղ չտեսա այդ մարդու մոտ։ Երկրորդ տարբերակը տեսնենք ով է գալիս, երկրորդ տարբերակի կյանք։ Սրտեր գերող մեկն է, դե կարող է շատ երկրպագուներ ունի կամ շատ է շփվել տարբեր մարդկանց հետ, ընտրություն է կատարել կամ ուղղակի շատ գեղեցիկ է եւ անընդհատ այդպես մի քիչ իրենց ուրիշ ձև են, չէ՞, պահում, երբ որ շատ են գեղեցիկ լինում։ Դե դեռևս ինչ-որ շատ վատ բաներ ես չեմ տեսնում, այստեղ կարելի է ասել վատ բաներ չկա էլ։ Դեռ հորիզոնական եւ ուղղահայաց դիրքերն է գնանք, հետո արդեն վերջնական որոշենք ով է եկել։ Այդքան էլ լավ չէ։ Ուրեմն դե տարբեր սրտեր կարող է գերել այս մարդը եւ կապանքների մեջ է սիրում պահել։ Դե կարող է ուղղակի սեփականի տեղ դնել, հա, սեփականն եք եւ վերջ եւ ինչպես կուզենա կվարվի կամ նաեւ նման մարդիկ ուղղակի իմն ես ու վերջ եւ սա եւ սա եւ սա դե մարդիկ կան ովքեր որ դուր է գալիս իրենց երբ որ իրենց ավելի սեփականաշնորհում են որովհետեւ զգում եք որ ձերն է բայց այս պարագայում օրինակ ինքը միանգամից կհրավիրեց սրճարան բայց այս պարագայում նաեւ ինքը սրտեր է գերում դա պետք է ուղղակի ուշադիր լինել, որովհետև ձեզ կարող կապանքների մեջ պահի, սա չանես, նա չանես, բայց ինքը սրտեր գերի։ Դե հստակ չեմ կարող ասել։ Ամենայն դեպս կամ ունեցել է էլի հարաբերություններ։ Եվ իհարկե այստեղ եթե իրար հետ շփվեք, ապա աղջիկ երեխա կունենաք, բայց դեռ կարող է ինքը ունի աղջիկ երեխա արդեն։ Սա էլ է հնարավոր եւ նույնն էլ առաջին տարբերակում այնտեղ տղա էր ընկել, կարող է ունենի տղա երեխա կամ հենց իրար հետ ամուսնանալուց հետո կունենաք առաջինը աղջիկ։ Այսքանը դե ընդհանրապես սիրտ գերող մարդիկ միշտ շատ արագ հրավիրում են սուրճ խմելու, իդեպ, չէ՞ այդպես, հա։ Դե դուք գիտեք արդեն, միանգամից չեք էլ նկատի, որ այստեղ սեփականաշնորհում է ձեզ, դա ընթացքում է ընդհանրապես։ Իսկ եթե հիմա արդեն ինչ-որ մեկը կա եւ սահմանափակում է ձեր արդեն տեղաշարժը, սա եմ, նա մի արա, առանց իմասելու սա մի արա, հա, ուրեմն արդեն հենց ինքն է եկել է ձեր կյանք։ Դուք որոշեք, ընդունում եք թե ոչ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար եւ կնայենք երրորդ տարբերակը։
Ով է գալու երրորդ տարբերակի կյանք, տեսնենք ինչպիսին է։ Ընդամենը մեկ քարտ կիսվեց։ Վայ, շիշ բանա, սրտեր գերողներ են, բոլորը սուրճ են հրավիրելու, այստեղ արդեն իրոք խառնվում է իրար։ Կամ հիմա նոր ձև է, ծանոթություն անմիջապես սուրճով է։ Այսինքն գնացիր սուրճ խմելու, ուրեմն շանս ունես ծանոթանալու, եթե չես գնում սուրճ խմելու, ուրեմն շանսդ կորում է։ Դե չէ, վատը չի։ Ուրեմն վատը չի։ Կհրավիրի անմիջապես ձեզ սուրճ խմելու։ Առաջին երեխան կլինի տղա, կամ գուցե տղա երեխա է ունենում, նաև կամ մարզում է ապրում, կամ այնտեղ բնակարան ունի, կամ ուղղակի մարզում է ապրում։ Եվ սիրում է շուն, սիրում է կատու, ուրեմն բարի անձնավորություն է, ուղղակի թիթեռը չկա, թիթեռը չի ընկել, բայց բարի անձնավորություն է, եթե սիրում է շուն եւ կատու, կարող նաև պահում է, տանը ունի։ Այսքանը երրորդ տարբերակի համար ինձ թվում է այնտեղ միայն երկրորդն էլ մի քիչ այտենց թիթիզոտ կարող է լինել, բայց ամենայն դեպս 3 տարբերակներն էլ վատը չէր։ Դե մարդիկ կան սիրում են ենթարկվել, մարդիկ կան իրենց համար ավելի լավ է, երբ որ իրենք այդպես են ապրում, զգում են, որ սեր կա, զգում են, որ հարաբերությունները նորմալ է, այսինքն իրենց մասին է մտածում, բայց ամենայն դեպս սահմանափակումը պետք է լինի չափի մեջ, եւ սահմանափակումը չպետք է փակի ձեր կյանքը ապրելու իրավունքը, որովհետեւ այնպես չի, որ դուք ամուսնացաք, ուրեմն դուք պետք է դառնաք, չգիտեմ, ով, ինքը ապրի։ Դուք այդ դեպքում ուղղակի չեք ապրի։ Դա պետք է հաշվի առնել, եւ դա իմ իրավունքը չի ձեզ ասել ընդունեք թե ոչ, ամեն մարդ ինքը գիտի, ես ուղղակի պահելն եմ բացատրում, որ հետո մարդիկ սկսում են դժգոհել, որ սա չի թողում անեմ, նա չի թողում, նա չի թողում, նա չի թողում։ Հա, փորը բաց հագնելը միգուցե դա, ասենք, նորմալ է, որ չթողեն, որովհետեւ արդեն ամուսնացած եք, բայց մարդիկ եկան իրենց բացարձակ չի հետաքրքրում քո փորը բաց կլինի, թե ինչ կլինի, կարևորը դու իրենն ես, ու վերջ։ Այնպես չի, փորը բացով չի որոշվում մարդու էությունը, բայց մարդիկ կան, որ չէ, արգելում են եւ վերջ։ Ամբողջ որոշումը թողնում եմ ձեզ, ամենայն դեպս լավ մարդիկ են եկել, որոշեք, ընդունեք, մենակ մի մնացեք, վայելեք ձեր կյանքը, լավ մարդ է, ինչ ասես, ինչ կարող ես ասես, եթե մարդը լավ մարդու չընդունում, ուրեմն անխելք է, ուրիշ ոչինչ։ Այսքանը թող որ ձեր կյանք մտնի միայն այն մարդու, որ դուք եք ուզում, որ ձեզ է արժանի, որ դուք եք արժանի եւ վայելեք կյանքը։ Այսքանը լավ եղեք։